դժվար որոշումներով է կայացրել, ով է կրել պատասխանատվությունը։ Ասենք տեղափոխման, ընտանիքի կամ գուցե երեխաների ճակատագրի հետ կապված լրջագույն հարցերը ինչպես եք որոշում կայացրել, ով է առաջնորդողը եղել, ով է պատասխանատվությունը ստանձնել։ Գիտեք ինչ, ոնց ասեմ, այդպեսի դժվար հարցեր չեն եղել։ Երեխաները մեծացել են, սովորել են, երկուսն էլ ինստիտուտ ավարտել են, հետո իրանց աշխատանք արել են, այնպես որ դժվար հարցեր չեն եղել, ոնց որ իր հունով գնացել է էլի կյանքը։ Այնպես որ ինչ ասեմ, դժվարություն ես չեմ տեսել։ Պարզակցան ճիշտ է, պատմում ընդհանրապես դժվարություն չեղել ձեր կյանքում անկախության առաջին տարիներին, ինչ որ շրջան, որ գուցե չեք աշխատել, ֆինանսական խնդիրներ եղել, ամեն ինչ հարթ գնացել է միշտ։ Ինստիտուտը ավարտելուց հետո 2 ամսից հետո անցել եմ աշխատանքի ու ընդմիջում չի եղել աշխատանքի մեջ։ Անընդհատ աշխատել մինչև դառել եմ 79 տարեկան։ Մինչև 79 տարեկան լռանալը աշխատել եմ։ Դեռ մտածում էի, որ 80-ը լռանալոր, բայց մի տարի շուտ դուրս եկա անցաթոր։ Թոշակի անցել էի շուտ, բայց այդ ժամանակ շարունակեցի արդեն հողամաս ունենք, որ մշակում եմ, ես էի մշակում այդ ժամանակ կամ միասին էինք մշակում ու դրանով զբաղվում էինք։ Դրա համար իմ ստաժը շատ մեծ է, շատ։ Ձեր մասնագիտական գործունեության մասին պատմեք, որտեղ եք աշխատել մինչև գրեթե 80 տարեկան։ Ասեմ, աշխատել եմ շինարարության նախարարությունում, սկզբում որպես աշխեք, չէ, սկզբում որպես հիշեմ, որպես գրասենյակի ինժեներ, հետո անցել եմ որպես աշխեք, դրանից հետո ավագ աշխեք, մի առժամանակ ավագ աշխեք աշխատելուց հետո դա աշտարակի շինվարչությունում էի աշխատում այս ժամանակ և կառուցում էի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը ակադեմիային կից։ Դա բավականին բարդ շինարարություն էր, դրանից հետո ինձ տեղափոխեցին բյուրականի նոր աստղադիտարանը կառուցելու, որտեղ ես ծանոթացա նաև Վիկտոր Համբարձումյանի հետ և գնալ գալ ունեի իրանց բնակարան, իր բյուրականի բնակարանը և ինքը ինձ որոշ հարցերում օգնեց, ասենք, բնակարան չունեի, բնակարան նամակ գրեց մեր նախարարին, շինարարության նախարարին, որ որպես լավ աշխատող ինձ բնակարան հատկացնեն։ Վերջի աստղադիտարանը, որ կա հիմա 26 մետր հայելի ունեցող, դա ես եմ սկսել դրա կառույցը, բայց չավարտեցի, որովհետև այդ ժամանակ մեր նախարարությունը բաժանվեց, ստեղծեցին գյուղնախարարություն, ես մնացի իմ հարազատ նախարարության հետ, դրա համար տեղափոխեցի Աբովյան քաղաք։ Աբովյան քաղաքում սկզբում աշխատեցի շինվարչության գլխավոր ինժեներ, հետո շինվարչության պետ, հետո տրեստի գլխավոր ինժեներ։ Ձեր պատմածից հասկանում եմ, որ ձեր ամբողջ կյանքում դուք հիմնականում դրսում եք եղել, երեխաների հոգսով շատ չեք զբաղվել, շատ հոգսը իր վրա հիմնականում տիկին Էման է կրել և գուցե նաև դա է պատճառը, որ խաղաղ ստացվել է կյանքը, ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ է, աշխատելու ժամանակ նենց ա եղել, որ բավականին երկար եմ մնացել աշխատանքի, օր ա եղել, որ գիշերը գնացել եմ բանվորի հայտ հատելու, ես իմ ռայոններ եմ ֆռացել, տենց արդիկ, մինչև անգամ դաժե թուրքերից եմ բերել աշխատանքի։
Ես ասեմ հիմա, ես ունեցել եմ սկեսուր, շատ լավ, որ երեխաներս ծնվել են, ինքը ինձ այդ բանում շատ ա օգնել, երեխաների հարցով, ամեն ինչով, տան գործերով, եփել թափել է ինքն ա արել, ճիշտ առևտուրը ես եմ արել, ես աշխատել եմ կաբելի գործարանում 11 տարի, մինչև նրանից հետո, երբ որ հեռու էր մեր տնից, մենք ապրում էինք Շինարարների վրա, փողոցում Աչափնյակի, հեռու էր, ես շատ դժվարությամբ էի գնում գալիս, հոշում հետո ստացվեց, որ Կիևյանի վրա կառուցեցին բարձրահարկ պրոյեկտը ոնց էր, պրոյեկտի ինստիտուտ, նախագծային ինստիտուտ, ու հետո ես եկա այդտեղ, ընդեղից դուրս եկա այդտեղ ընդունվեցի, նախագծային ինստիտուտում աշխատեցի 11 տարի, որից հետո 1980-79 թվի այդ խժդժությունների ժամանակ ես արդեն թոշակի տարիքի էի, այն ժամանակ դե շուտ էին թոշակի ուղարկում, ասեցին, որ թոշակառուները թող ազատվեն, որ աշխատողները արդեն փակելու վրա էին, ու ես ասում եմ էլի, իմ տան գործերը ընդհանրապես քանի կեսուրս կար, անում էր, մենք միասին էինք, ու միշտ աշնանային ձմեռային պահածոներ ենք փակել, ու միշտ միասին ամեն ինչով ինքը ինձ օգնել է, այտենց հաշտ ու խաղաղ մինչև ինքը մահացել է, ասում եմ երեխաներին էլ ինքը լավ, շատ լավ պահել է մինչև Իսկ երբ որ թոշակի անցակ ձեր կյանքը ոնց կազմակերպեցիք, Վան Սարգսյանն աշխատում էր նույն տեմպով։ Ես արդեն տան գործերով ամեն ինչով ուրիշտեղ որտեղ չէի կարող աշխատել։ Դուք դարձաք տատիկ, օգնելու ձեր թորնիկներին, ճիշտ եմ պատկերացնում։ Դե այդ արդեն օգնելու 4 թորնիկ տանը եթե լինում է, դա մի քիչ պետք է էլի լավ նայել։ Թեթև առողջական խնդիրները եթե եղել են, ոնց եք հաղթահարել։ Դե COVID-ի ժամանակ ես հիվանդացա COVID-ը, բայց շատ թեթև տարա ու շատ շուտ էլ ապաքինվեցի։ Հիվանդանոց չեմ պարկե, տանն եմ բուժում ընդունել, օգնել օնկո ինստիտուտի բժշկուհի կար, որը շատ լավ տիրապետում էր իր աշխատանքը, նա նշանակեց սիստեմաներ, տանը մի 8 հատ սիստեմա ընդունեցի, հիվանդանոց չեմ գնացել, ու նրանով պրծավ ամեն ինչ, և ինքը ինձ բացատրեց, ասում է, դուք COVID-ը տարել եք, արդեն ձեր մոտ ավարտվել է, բայց ես ասում եմ, սիստեմաները նշանակում են, որ ձեր թոքերը հետագայում պրոբլեմ չունենաք։ Դրա համար ասեց, որ ստուգեցին ռենտգեն բանարին, ինքը ասեց, որ դուք արդեն COVID-ը տարե պրծել եք, մնում է, որ հետագայում հետքեր չմնա ձեր թոքերի վրա, դրա համար ասեց, ես այս բուժումը նշանակում եմ։ Միակ խնդիրը դա է եղել։ Միակ այդ։ Պարկասով։ Դա չէ, ասենք հա, սեզոնային գրիպ բան տենց նասմարկ բան եղել է, բայց հիմնականում ես հիվանդություն չեմ ունեցել։